Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինձ ես որ մեղադրում են, թե ինչի համար է ստալացել, որ մարդիկ իրենց համար բնակարան են կառուցել։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանի հողորտի գերեզմանի իր տված հաստատությունները ցուրտան համբարձումյան կարների նորից ինձ էր մեղադրում։ Բանասարյան Սամվելի ժամանակահատվածի հող հաստատությունները դատախազությունը ինձ է մեղադրում։ Քաղաքական պատմերը սարսափիչ երևում էր։ Բայց ես ամեն ինչը տեսնելով ես եկել եմ ստանձնել եմ ու պետք է գնամ առաջ, որովհետև ինքներս Աստված է։ Որովհետև ես իրոք հավատում եմ եւ գիտեմ թե ուրեմեկի ինչի համար եմ արել ու ոնց եմ արել։ Լավ։ Մի քանի բան ուղղակի այսպես շատ չխորանամ։ Կարևոր է բարոյական մթնոլորտը հետ է բերելու։ Տուրիզմի զարգացման հարցերը միանշանակ հատուկ բաժինով չգիտեմ ես բաժինը իստեղծել։ Մնացել է բաժինը թե ոչ։ Հատուկ զբաղվել են տուրիզմի հետ կապված, որը շատ կարևոր է։ Հավաքում այսօր բնոցական տուրիստն է զարգացել, որ ասում են տուրիստական քաղաք է դարձել, ոչ։ Ես եկան այն ժամանակ տեսել եք հասկանի ժողովուրդ եւ մնացած ամբողջությամբ պայմաններ են իրեցել, որ տուրիստները, որ գալիս են Երևան, Էջմիածին, Սևան, Գառնիկ Գեղարդ, այն ժամանակ գնում են Արցախ ու հետ էին գալիս։ Ուրեմն Գյումրին ընդհանրապես հանված էր տուրիստական ցուցակներից։ Պատկերացրեք 1700 հուշարձան, որը բաց երկրի տակ ամբողջ Հայաստանում, ուրեմն 1700 հուշարձան չկա, չեմ ասում եկեղեցիների մասին, շենք շինությունների մասին եմ ասում, բաց երկրի տակ։ Մի դրամ ներդրում չի արվել հուշարձանների պահպանության հետ կապված Գյումրի քաղաքում, մի դրամ։ Ես կարողացել եմ տալ մարդկանց մարդիկ այսօր որ ինչ որ տեսնում եք վերականգնված անապներին եք դրել, որից մեկն էլ մենք ենք վերցրել ու կառուցում եք դրա համար մեղադրանք են առաջադրում, զարմանալի է ինչը խոսում ես դատախազայինը խոսում, երեք խոսում եք։ Ես զարմանում եմ, որ չգիտի, որ մենք իրավունք ունենք այդ գույքը վաճառելու։ Հատուկ ցանկ է, այդ ցանկը գրված է, որ այդ ցանկի միջի գտնվողները չի կարելի վաճառել։ Բայց այդ ցանկի մեջ ինչ որ մենք դրել ենք, ոչ մի նմանատիպ շենքերություն չկա, այսինքն ևս քաղաքական պատվեր։ Մի խոսքով Սողոմոնի մասնումն ասում է Տեր Աստված, տուր ինձ քո քաղաքից իմացությունից, որ կարողանամ աշտար մարդուն աշտարի տեղ դնել, բադին բադաբանել։ Այո, միայն Աստծո քաղաքից իմացությունից պիտի լինի իշխանին, թագավորին եւ մնացածին, որպեսզի կարողանա ինքը ղեկավարել, լավ իմացեք, շատ դժվար է դա։ Բայց եթե Աստված օգնում է, գիտեցեք, որ անհնարինը հնարավոր է դառնում։ Ուրեմն Բերձոր եկեղեցում Գաչինում դա Սուրբ Հարություն եկեղեցի, որտեղ պատին գրված է հաղեցյալ լինին, բայց ոչ խոնարհին։ Արժանապատվությունը ոտնահարելով մեծ խաղաղություն պետք չի։ Սրանք որ այսպես քիշեցել է խաղաղություն։ Ով չի ուզում խաղաղություն։ Բայց այս ձևի խաղաղություն ես երբեք իմ տեսակը չի։ Եվ ես գիտեմ, որ մենք բոլորս մեր նախնիները դառնալով մենք այդպիսի խաղաղություն երբեք չենք ուզում։ Ես չեմ պատկերացնում, որ հայոց ազգի մեջ 10% կամ 15% նմանատիպ մարդիկ լինեն։ Այո կան, որ հայրոնը թուրքից է սերված, մոնղոլից, պարսիկից, կան այդպիսիները։ Եվ ես մի անգամ մի երկու անգամ ասել եմ, երբ որ Էջմիածինում պատարագ էր մատուցվում, ուրեմն պարսիկ թագավորը Թեշրաբանը մեծամեծներից մեկը գտնում է ու կատարում է պատարագը, ասում է ցեզանից եթե որևիցե մեկը դառնա պարսկական կրոնին, ես իրեն Պարսկաստանում մոխբետ կնշանակեմ։ Եվ 3 սկուտեղով է բռնապտելու ոսկիները մեզ է վերով ասում է սա է նրան նվեր կդա։ Պատարագամատորից վարդապետը գայթակղով եւ ասում է թե ես կդառնամ ձեր հավատքին։ Լրեց պատարագը կաթողիկոսը այսպես հուզված, ասեց 3 օր ժամանակ տվեք, ես ասել գայթակղության պատճառ ես երդասարդի։ Այս շահն ասում է գալիս եմ 3-րդ օրը։ Կաթողիկոսը դառավ հոգևորականներին ասեց բոլորը պասություն պահեք, 3 օր անսվաղ եւ խնդրեք Տիրոջը, որ ցույց տա գայթակղության պատճառ վարդապետին։ Եվ 3-րդ օրը 30-40 հոգևորականներ նույն տեսիլն են տեսնում։ Եվ նույնը տեսնում են կաթողիկոսը։ Բոլորը գալիս են կաթողիկոսի վեհարանի մոտ եւ ասում են վեհապար, տեսիք եք տեսել, վեհապար, ասում են ինչ է։ Ասում են գերեզմանը բացված,
Վարդապետի մայրը ելավ ու ասեց. Բեհաբար Խախեբաղի ժամանակ մի պարսիկ զինվոր ինձ բռնաբարեց, նրա հայրը պարսիկ է, այո, եթե այսօր որևիցե մեկ ուզենա, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, եթե որևիցե մեկը ուզենա, որ հայոց ցեղասպանությունը երկրորդական պլանների մեջ լինի, եթե որևիցե մեկը ուզենա, որ Արարատ սարը նոյ նահապետի, որ նոր է Նախիջևանես Նախիջևանի թավանը, եթե ուզենան հանել, այո, դրանք այրունը պետք է սուրբի անպայման